Բարի ուշ գիշեր, ժողովուրդ ջան։ Մի հատ սենց տեղեկությունով եմ մտել, կներեք, որ այս ուշ ժամին տեղեկությունը ուղղակի այնքան հրատապ էր, որ չէի կարա առավոտյան տեղադրեի։ Ես ընդհանրապես քաղաքում երեկոյան զբոսնում եմ, Լեննագանում, Գյումրիում։ Մարդիկ մոտեցան, անծանոթ մարդիկ էին։ Հավաստիությունը չեմ կարող ասեմ Իշկանովա դա հավաստի, բայց ասեցին Արսեն ջան, քեզ հավատալով մի հատ դուր ենք տալիս, որ ինչ-որ իշխանության ներկայացուցիչները, որպեսզի վստահ իմանան թե ով ումա քվեարկեն, ասում են, որպեսզի 8-րդ համարի քվեաթերթիկը հետները դուրս բերեն։ Ուրեմն նորից եմ կրկնում, ես չգիտեմ Իշկանովա սա հավաստի, ես այդ մարդկանց չեմ ճանաչում, բայց չեմ կարա դրա մասին չխոսեմ։ Խնդրանքս բոլոր տեղամասերին, բոլոր անխտիր ուշադիր եղեք, հանգարց մարդիկ հետները բիլուծեն դուրս չբերեն։ Խնդրանքս թող այս ընտրությունները արդար լինի, դու թող ով շատ ձայն կհավաքի, թող նա էլ հաղթի։ Ժողովուրդ ջան, նորից եմ ասում, հանձնաժողովի նախագահներին, բոլոր վստահված անձանց, ուշադիր եղեք, հանգարց բիլուծենները հետները դուրս չանեն։ Մանավանդ համար 8-ի մասին ինձ ասեցին, որ համար 8-ի բիլուծենը ասել են, որ հանեն դուրս։ Աստված առաջ, ժողովուրդ ջան, Իշկանով իրականություն չգիտեմ, միգուցե ֆեյք բան ասեցին, բայց ես որպես արտարության կողմնակից չեմ կարա դրա մասին չբարձրաձայնեմ։ Խնդրանքս բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են, բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են, որպեսզի արդար լինի ամեն ինչ, հանձնաժողովներին, բոլորն ուշադիր ելեն, մարդիկ հետները բիլուծենները դուրս չհանեն։ Շնորհակալություն, Աստված առաջ, վաղը մենք կունենանք իմ կարծիքով ամենաարդար ընտրությունները Հայաստանի պատմության մեջ։